Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հանձնումը ծրագրավորել է 2017 թվականի աշնանը։ Ակնհայտ տասնյակ լրատվամիջոցներով լուսաբանված փաստ է, որ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին, երբ Հայաստանում նժդեհադաշնակցական ազգային հայրենասիրական եւ գեր-ռուսամետ իշխանություն էր, Մոսկվայի պրեզիդենտ հոթելում գումարվել է Մոսկվա-Բաքու առանցք դեպի Կովկասի նոր աշխարհաքաղաքականությունով խորագրով առաջին միջազգային փորձագիտական կոնֆերանսը։ Այն նախաձեռնել են ռուս հայտնի գրող իմպերիական Ռուսաստանի ջատագով Պրոխանովը եւ Եվրասիականության գաղափարաբան Ռուսաստանի Դաշնության նախագահի ոչ պաշտոնական խորհրդական Ալեքսանդր Դուգինը։ Կոնֆերանսին մասնակցել են Ռուսաստանի պետական դումայի տասնյակ падգամավորներ, այդ թվում կոմկուսակցական խմբակցության ղեկավար Գենադի Ձյուգանովը։ Հիմնականում թեման ձևակերպվել է այսպես. Ադրբեջանի դերը որպես Ռուսաստանի եւ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի միջև միջնորդ։ Նույն Մոսկվա-Բաքու առանցք կոնֆերանսի երկրորդ նիստը գումարվել է 2018 թվականի հունիսի 1-2-ին, բայց արդեն Ադրբեջանում, ավելի կոնկրետ Ջեբրայիլի շրջանի Ջոջուկ Մարջանլի գյուղում, որը ադրբեջանական բանակի կողմից հետ է գրավվել 1994 թվականի հունվարին, Հորադի Զավանի եւ մոտ 1.5 տասնյակ այլ բնակավայրերի հետ։ Երկրորդ կոնֆերանսն անցել է Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակից Ադրբեջանն է կարգախոսի ներքո։ Մասնակիցները Ալեքսանդր Դուգինի առաջնորդությամբ այցելել են 2016 թվականի ապրիլի-մարտերի ընթացքում ադրբեջանական զորքերի վերահսկողությանն անցած Լելեթեփե բարձունք, ողջագուրվել այնտեղ մարտական հերթապահության կանգնած ադրբեջանցի զինվորականների հետ։ Իր ելույթում Կրեմլի գաղափարախոս Դուգինը ասել է, որ կոնֆերանսի համակազմակերպիչ Պրոխանովն է առաջարկել այն անցկացնել Ղարաբաղում, եւ դա ճիշտ է, քանի որ Ռուսաստանը Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի տարածք։ Բացի այդ, Դուգինը կարևորել է, որ Ջոջուկ Մարջանլիում կոնֆերանսի անցկացումը խորհրդանշում է, թե Ռուսաստանի մոտավորականությունը, հանրային գործիչներն ինչպես են մոտենում Ղարաբաղյան խնդրին, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին։ Ըստ էության արդեն 2017 թվականի սեպտեմբերին, իսկ դա այն ժամանակաշրջանն էր, երբ Ստեփանակերտում սահմանադրություն է փոխվել եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն վերանվանվել է Արցախի հանրապետություն, Մոսկվան եւ Բաքուն եկել են ընդհանուր հայտարարի, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի նոր պատերազմով։ Այլապես Դուգինը եւ պետական դումայի մի խումբ падգամավորներ չէին այցելի ապրիլյան քարորիա մարտերի հետևանքով ադրբեջանական վերահսկողությանն անցած Լելեթեփե բարձունք։ Այդ, ինչպես նաև Թալիշի ուղղությամբ գրավված մի քանի դիրքերը Ադրբեջանը ներկայացնում էր որպես ապագա ռազմական հաղթանակի խորհրդանշաններ։ Այսպիսով պարզ է, որ 2017 թվականի աշնանը ծրագրված էր այնինչ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն է խոստովանել։ Մենք Ղարաբաղում Թուրքիայի հետ բարդ օպերացիա իրականացրինք, իսկ արտգործնախարար Լավրովը կատարվածը անվանել է ռուս-թուրքական սիներգիայի արդյունք։ Սա է իրողությունը, ինչի դիմաց բոլոր վերնագրումները եւ մտավարժանքները կորցնում են իրենց արժանահավատությունը։ Իդեպ, Մոսկվա-Բաքու առանցք դեպի Կովկասի նոր աշխարհաքաղաքականություն առաջին կոնֆերանսը Մոսկվայում գումարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպմանն ընդառաջ։ Ալիևը ինչու պիտի համաձայներ Լեռնային Ղարաբաղի կարգավորման խաղաղ բանակցային ցանկացած առաջարկության, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ստացել էր ռուս-թուրքական սիներգիայի միջնորդի հուսալի մանդատ։ Ինչքան կարելի է, Փաշինյանը մերժել է Ղարաբաղյան կարգավորման հայանպաստ առաջարկությունները խոսույթով իրոք ծնգլ անել։ Նյութի աղբյուր, Առաջին AM։